Եկեք ազնիվ լինենք, բոլոր ժամանակներում հատկապես նաև ՀՄԵԿ-ը օգտագործվել է որպես օրվա իշխանություններին պրոյեկտները կամ ոչ թե իրանց պրոյեկտները, այլ պետական բյուջետի հաշվին կատարածը որպես իրանց կուսակցական, այսպես մեծ ներդրում։ Այնինչ դա մեր պետական փողերով։ Այնպես չի որ սա նորություն է։ Սրան մենք կարծես թե համաձայն չենք, հաշ չենք քննադատում ենք, դատապարտել ենք բոլոր ժամանակներում, հիմա էլ ենք շարունակում դատապարտել, բայց սա այն նվազագույններ, ինչը կարելի էր անել, շատ կարևոր է այստեղ տարանջատել երբեք, բառացիորեն երբեք Հայաստանում հակահայկականության այսպիսի արշավ չի եղել եւ հայկական իրավունքների, հայկական շահերի, հայկականության առհասարակ դեմ process երբեք չի եղել։ Եվ երբ օգտագործվում է ՀՄԵԿ-ը, այո, գուցե Հայաստանում կան մարդիկ, ովքեր կիսում են այս տեսակետը, բայց չէ որ կան մարդիկ, օրինակ ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության, դա նաեւ ապացուցվեց հայության, մեր լայն իմաստով հայության, եկեղեցու դեմ ուղված արշավ ինքը չեն ընդունում։ Այլապես Նիկոլ Փաշինյանը կունենար հազարավոր, տասնյակ հազարավոր հետևորդներ, որոնք եկեղեցուց եկեղեցի կգնան ու կսատարեին Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ինքը հասկանում է, որ չի կարողանում հավաքել այդ ստվար զանգվածը, համախոհություն չունի այս հարցում։ Դրա համար մենակ իր այդ բանով, թիկնապահներով գնում է եւ ասպատակումներ է իրականացնում ժողովրդի դեմ աղոթող Աստծո հետ շփվող կոնկրետ մի կրոնական կազմակերպության անդամների նկատմամբ ինչ որ ասպատակումներ է անում եւ զուգահեռաբար նորից ՀՄԵԿ-ը երբ որ չի օգտագործում այլ տեսակետ օրինակ կաթողիկոսի զուգահեռաբար ինչ որ մեծ տոնի հետ կապված արարողությունը չեն լուսաբանում մայրաթորից, այդտեղ առնվազն անդրամաբանական է, սա օրենքի խախտում է, սա է որ պետքա հասկանալ թե ինչ է իրականացում, թե չէ ներկայացնել պետական բյուջետի հաշվին օրինակ չգիտեմ ասեք մանկապարտեզ բացելը դա մշտապես է օգտագործվել բոլոր լրատվական կայքերը որոնք իրենց հասանելի են եղել օգտագործել այդ նույն տրամաբանությամբ իրենց գեղեցիկ sense սպիտակ թևերով ներկայացնել դա միշտ է եղել այսպիսի հակահայկականություն չի եղել երբևէ Եվ ինչ է կարծում մոտենալով ընտրությունները, բռնությունների շարքը ավելի կակտիվանա, կշատանա, նկատի ունենալով նաև Ծաղկազարդի օրը 18-ամյա դպրոցահասակ տղայի նկատմամբ տեղի ունեցածը, ով այսօր գտնվում է կալանավայրում։ Ես երևի մի 2 տարի առաջ եմ ասել, որ 2-3 անգամ տարի առաջ եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները միակ եզրահանգումը, որ կարող է զգալ դրանց վերլուծելու արդյունքում, դա Նիկոլ Փաշինյանը դեպի դիկտատուրա գնալն է։ Այսքան հակահայկական պրոյեկտ կյանքի կոչելու համար երկրում պիտի լինի տոտալ դիկտատուրա, անգամ տոտալիտարնի ռեժիմ պիտի լինի։ Եվ այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը հիմա, դա հենց այդ դիկտատուրային մեծ քայլեր, մենք արդեն հասել ենք շատ մոտիկ ենք, ուղղակի մենք դեռ ունենք դիմադրող հասարակություն, որը չի առնվազն գոնե որոշ հարցերում կարողանում է իր կարծիքը տեսակետը հայտնել, գոնե Facebook-ում տեսնում է թե ինչ պատասխան են ստանում, բայց ինքը շատ լավ հասկանում է, որ եթե չվերարտադրվեց, եթե չփոխեց այդ համակարգերը եւ չսարքեց դիկտատուրա Հայաստանում, երբեք այսքան հակահայկական պրոյեկտներ ինքը չի կարողանալու անցկացնել։ Ինքը չի կարողանալու ստիպել օրինակ ցեղասպանության հարցից հրաժարումը պետական մակարդակով, ինքը չի կարողանալու հակահայկական գրականությունը բերի մտցնի մեզ մոտ, որպես ուսումնասիրման առարկաներ, ինքը չի կարողանալու փոխարինի Մաշտոցի պատկեր, այսինքն հայկական կարևորագույն էլեմենտներից մեկը չի կարող սարքի QR կոդ ու անցնի առաջ։ Սա բոլորը մի ամբողջական պատկեր է, սա իրականացնել ու նաև Ադրբեջանից եւ Թուրքիայից եթե լսեք, կտեսնեք թե ինչ ակնկալիքներ ունեն եւ այդ ակնկալիքները այլևս ասում են բացահայտ եւ այս ամեն ինչ իրականացնելու համար իրան պետքա դիկտատուրա։ Այո, ընտրություններին ընդառաջ, բայց ավելի վատ բան ասեմ, ոչ թե ընտրություններին ընդառաջ են ճնշում։ Ինչ ա լինելու ընտրություններից հետո, դա դժոխքին դուք բոլոր մենք որպես հասարակություն վատթարագույն ժամանակը կապ չունի ով որ ժամանակն է իր համար համարում վատթարագույն, որ նախագահի օրոքա համարում վատթարագույն ժամանակները Հայաստանի համար։ Դուք այտենց դժոխք եք հանդիպելու, որ համեմատելու եզրեր չի լինելու այն ամեն ինչի հետ, ինչ որ մենք տեսել ենք։ Այնպես որ շատ սթափ է պետք լինել, սա ուղղակի ընտրություններ չեն, ուղղակի մասնակցություն չի, ուղղակի ինչ որ տոկոսներ հավաքել չի, պարլամենտ մտնելու մասին չի, սա հստակ Հայաստանը, հայկականությունը պահելու կռիվ է, եւ այս իմաստով շատ կարեւոր է։ Նորից ձեր հարթակն էլ օգտագործեմ, պիտի խնդրեմ բոլորին, ովքեր որ համարում են, որ բան չունեն անելու, ընտրություն չունեն, գնացեք պարտադիր գնացեք ընտրություններին, մասնակցեք ընտրություններին, անգամ կարևորել չի, թե բացի Նիկոլ Փաշինյանից ելում կտակ ձեր ձայնը, հիմա անգամ ժամանակը չի, խնդրել օրինակ որ մեզ տակ ձեր ձայնը,
ուղակի գնացեք մասնակցեք ընտրություններին։ Սա շատ կարևոր է, որովհետև մեծ թվի մասնակցության պարագայում Նիկոլ Փաշինյանի հավաքած ձայները, որոնք ստանդարտ են լինելու, իրանք տեսակարար կշռով շատ ավելի քիչ են լինելու եւ հետեւաբար հնարավորություն կտան այս մարդուն ուղակի ճանապարհել տուն չէ իհարկե քրեակատարողական հիմնարկ։